Գլխավոր խաղաքարտը քարտեզն է։ Այն քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանը պտտում է իր հետ եւ բաժանում Հայաստանի տարբեր համայնքներում։ Հայաստանի քարտեզը Հայաստանով մեկ։ Քարտեզից հրաժարվելը երբեմն նույնիսկ վեճի պատճառ է դառնում։ Միթե մարդիկ չեն հիշում, թե ինչ սահմաններ ունի Հայաստանը։ Միթե չեն գիտակցում, որ Արցախը կորցրել ենք եւ հիմա մնացել է միայն Հայաստանը։ Այդ դեպքում ինչու է Փաշինյանը համառորեն բաժանում այս քարտեզները, կրկնելով «տեր կանգնեք»։ Որպեսզի մարդկանց ուրեմն իր կողմ դեպի գրավի, տեսնում է, որ այլ հնար չկա, այլ ճար չկա։ Հիմա բոլոր այսպես ասեմ, փամփուշտները կրակված են, այդ սիրում են բոլորիդ, խոնարհվում են բոլորիդ արչե եւ այն դատարկ փուչ խոսքեր են եղել, ի սկզբանե ել, եւ ժամանակը ցույց տվեց, որ դրանք դատարկ խոսքեր են։ Հիմա մարդկանց մեջ խելում է, ինչ որ մի բան է տալիս իրենց։ 2026 թվականի քարոզարշավում Փաշինյանն անցել է արդեն փորձված մեթոդներին, խոսելով Հայաստանի հանդեպ սիրո մասին, եւ այդ սերը ըստ մասնագետների վերածվում է քաղաքական շահարկման։ Բայց սիրուց անդին իշխանության խոսույթը փորձում է խեղել արցախյան շարժման նշանակությունը։ Որպես օրինակ հիշատակվում է դեպքը, երբ ադրբեջանցիները ներթափանցել էին եւ սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին։ Փորձագետների համոզմամբ Արցախը երկար տարիներ Հայաստանի անվտանգության վահանն էր, իսկ դրա կորուստը փոխեց ամբողջ տարածաշրջանի անվտանգային տրամաբանությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ վահանը տվեց թշնամուն եւ թշնամու առաջ բացեց ուրեմն Սյունիքի ճանապարհը, Գեղարքունիքի ճանապարհը, Վայոց ջորի ճանապարհը, այսինքն Հայաստանի Հանրապետության արևելյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան սահմանները։ Թշնամու սահմանը որտեղ էր։ Օրինակ, թշնամին Գորիսից, Կապանից, Մեղրիից, նախքան Արցախի Հանրապետության օկուպացիան էր, հեռու թե հիմա։ Սա շատ բարձ հարց է, ակնհայտ է, չէ՞ որ հիմա։ Միաժամանակ Փաշինյանը պնդում է, թե մինչև 2020 թվականը իրական խաղաղություն չի եղել։ Իսկ ավելի վաղ հնչել էր նաև միտքը, թե Արցախը երբեք էլ մերը չի եղել, իսկ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Ղարաբաղյան շարժումը եղել է միակ ճակատագրած ճշմարտությունը, որը բերել է երկու անկախ հայկական պետության ձևավորմանը։ Եվ ես թող չմոռանամ, որ Ղարաբաղյան շարժման ձևավորումը բերել է նույնիսկ մարդիկ ասում են սովետական միության, բայց դա այդ բացի ինքը բերել է Հայաստանի անկախության գոյությանը։ Քաղաքագետների դիտարկմամբ այս խոսույթով փորձում են Ղարաբաղյան շարժումը ներկայացնել որպես սխալ կամ բեռ, այն հակադրելով այսպես կոչված բարեկեցությանը։ Հաղթանակած կորնիդորում բարեկեցություն է եղել ժողովուրդ։ Հաղթանակած կորնիդորում մարդիկ լավ են ապրել։ Հաղթանակած Հայաստանում մարդիկ լավ են ապրել։ Սակայն բարեկեցությունը միայն տնտեսական ցուցանիշ չէ, այն անվտանգությունն է սեփական հայրենիքում ազատ տեղաշարժվելու եւ հիշողությունների հետ ապրելու հնարավորությունը։ Բարեկեցությունը իմ համար դա չի։ Բարեկեցությունը իմ համար նա է, երբ որ ես ունեմ ազատություն այցելելու պապերից գերեզման, իմ ամբողջ հայրենիքը, ապական տունը, կարողանամ իմ մոտիկ ընկերների հետ գնամ որտեղ որ ուզում եմ մեր հայրենիքում, այդտեղ ժամանակ անցկացնեմ, հանգիստ վայելը։ Մասնագետները վստահ են, ոչ բոլոր քաղաքացիների համար է հայրենիքը փոխարինելի նյութական բարեկեցությամբ։ Մի հատ հայրենիք չարժի, հա։ Այդ սա արժի մի հատ հայրենիք եւ մեր ամբողջ ասացի մասներն փոխարանում է։ Փաշինյանի այցերի ընթացքում քաղաքացիները հաճախ արդեն զգուշացնում են։ Այդ մի բանը մի արեք, հող մի տվեք։ Ազգանունը ի՞նչ է ձեր։ Իսկ երբ քաղաքացիներից մեկը հրաժարվում է վերցնել քարտեզը եւ ասում, որ այդպես էլ չկարողացավ Արցախում մոմ վառել, Փաշինյանի պատասխանը հետեւյալն է. Ոչինչ, Հայաստանում բազմաթիվ տեղեր կա, որտեղ կարող եք մոմ վառել։ Ոչ թե մխիթարություն, այլ հեգնանք ուղված կորստի ցավին։ Նրանքի գաղափարն է։ Բայց եկեք դաշնակալ դիմացինի ցավը չզգալ, դիմացինի արժեքը չգալես, դիմացինի հոգսով չապրել։ Արդյոք հնարավոր է նոր քաղաքական խոսույթ կառուցել անտեսելով հիշողությունը, կորուստն ու հասարակության զգայական շերտը։ Քարտեզները կարելի է բաժանել, սահմանները վերաձևակերպել, սակայն փորձագետները նշում են, հնարավոր չէ մարդկանց հիշողությունից ջնջել անցյալի քարտեզը։ Սա ցույց են տալիս կենդանի օրինակները մարդկանց արձագանքի տեսքով։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։